մի բանսարկու, նեղմիտ մի արարած, Սյունիքի փողոցներն ընկած, մի հատ կիսատ կրծած քարտեզ ձեռքին, գորգռում է, ոգևորվում է, կանգնած ելույթ է ունենում Շուշիի ազատագրման օրը ու ասում է, որ Ղարաբաղյան շարժումը սխալ բան էր, ու ասում է մեռելների հետևից չեն խոսում, բայց այդ գեներալները սխալ են արել, այսինքն նրան ձայն տալով դուք ուրանում եք ու մոռանում եք Մոնթեին էլ, Կոմանդոսին էլ, մյուս մեր հերոսներին էլ, որոնցով մինչև հիմա հպարտանում պարծենում էիք, այսինքն նրանք ձեզ կրակն են գցել, որ այդ շարժումը սկսել են, որ հիմա էլ 5000 զոհ եղավ, հանուն ոչինչի, ու հիմա պիտի ուրանան, ու ասում եմ մեռելների հետևից չեն խոսում, ու նայում է ձեր աչքերի մեջ, ու ձեզ հավատացնում է, որ դուք Հայաստան չեք ունեցել ու հիմա ունեցաք, բա դուք չեք հարցնում, բա որտեղ էինք մենք ապրում մինչև հիմա, չեք հարցնում, Արցախն էլ ունեինք, հիմա չունենք, որ Հայաստան ունենանք 10 կոպեկանոց, այս ժանագին մանիպուլացիաներ, հեյ, այ կպչում, այ բանսարկու կլյաուզնիկ, հասկանում ես, որ քո ելույթները մենակ մտավոր հիվանդ սահմանափակ մարդկանց համար են, չես զգացել մինչև հիմա, ես թույլ չեմ տալիս, դու իմ անունից ընդհանրապես խոսես կամ արտասանես Հայաստան կամ Արցախ բառերը, չեք ունենալու, եթե իրան ընտրեք, դուք միանալու եք Ադրբեջանին, ու չի բացառվում, որ ձեր ուղեղների վրա այնպես աշխատի, որ դուք շատ հանգիստ ձեր կրոնը փոխեք, դառնաք մուսուլման, ենթարկվեք Ալիևին, ու թե հետո ինչ կլինի, շատ պարզ է, թե ինչ կլինի։